Փաշինյանը Մակամբյոնից ելույթ է ունենում արդեն 8 անգամ։ Մենք սովոր ենք, որ 8 անգամ չէ, 18 անգամ սուտ լսենք նրանից։ Հիմա պատկերացրեք, այդ դահլիճում նստածները նրան լսում են բոլոր 8 անգամն էլ։ Լսում են նրան, որ 2020 թվականի պատերազմից ուղիղ 2 օր առաջ, սեպտեմբերի 25-ին ասում էր. հուլիսյան մարտերը ցույց տվեցին, որ Ադրբեջանի ռազմական գերազանցությունը առասպել է։ Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի։ 2 օր հետո սկսում է պատերազմ։ Իհարկե, չեն կարող համոզել, թե չգիտեին, որ պատերազմ կսկսի 2 օրից։ Նորմալ հետախուզությունը վայրկյանների ճշգրտությամբ է հայտնում։ Նիկոլը մի քանի անգամ ֆռացրել է, օրը գիտեի, ժամը չգիտեի, կամ գիտեի, որ պատերազմ է լինելու, չգիտեի երբ է լինելու, բայց պատերազմից ուղիղ 2 օր առաջ ասում էր ռազմական լուծումը անհնար է, ադրբեջանցի մրթին էլ կգամ, այդքանն էլ դեռ հեչ, այնպիսի բան էլ կհրապարակեմ, որ այդ երկիրը ներսից կքանդվի, բայց մռութներին գալու փոխարեն հանձնում է ու հանձնում։ Ադրբեջանը ներսից քանդելու փոխարեն քանդում է Արցախը, կտոր անում հանձնում, հետո հանձնում է Հայաստանին։ Հիմա մարդը որ ՄԱԿ-ի ամբիոնից հավատացնում էր, որ Արցախի հարցը չունի ռազմական լուծում, Ադրբեջանին կջախջախի, նույն ամբիոնից ասում է խաղաղություն են բերել արդեն։ Տրամաբանական է, չէ, որ ինչքան առաջին ասածն էր ճիշտ, այնքան էլ երկրորդը։